հետաքրքիր մի անվանում ունեմ դուք զորություն կառնեք։ Ուզում եմ զորության մասին խոսամ։ Այս քարոզը ճիշտն ասած, երբ որ ես մի լավ եկեղեցում էի ու մի Աստծո ծառա այս խոսքը, որ ինքը ոնց որ խոսում էր, այս խոսքը մի բան կպավ սրտիս ու այսօր որոշել եմ այն հիմքը, որ կա, դրա վրա կառուցել եմ ու ուզում եմ խոսեմ։ Մի հետաքրքիր տեղ, Գործք առաքելոց առաջի գլուխ, գիտեք երևի արդեն, չէ՞, վերնագրից հասկացաք, այս սրա մասին ուզում եմ խոսեմ ու գիտես մենք դեռ երկար ու շատ ենք խոսելու Տիրոջ զորության մասին, որ պետքա ունենա եկեղեցին։ Ամեն։ Ես անցած ծառայության խոսում էի նախանցածին ավելի շուտ խոսում էի պարգևների մասին, Սուրբ Հոգու, եւ դրանք զորությունների դրսևորումներն են։ Տիրոջ եկեղեցին պետքա զորավոր լինի, որովհետեւ Աստված կոչվում է զորավոր Աստված, ուժի Աստված, կարողության Աստված։ Ու ես չեմ հավատում, որ Աստծո եկեղեցին պետքա լինի տկար եկեղեցի, թույլ եկեղեցի, նվաստ եկեղեցի, վախկոտ եկեղեցի։ Ամեն։ Ու երբ որ ես ասում եմ եկեղեցի, դու հենց քեզ նկատի ունեցիր։ Եվ Գործք առաքելոց առաջի գլխում հենց առաջի խոսքից ես այս երկար հատվածը կկարդամ, տեսեք ինչ ա գրված։ Առաջին պատմությունը արի ով Թեոփիլ ամեն բանի համար, որ Հիսուսը սկսեց անել եւ սովորեցնել մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռքով պատվեր տվեց իր առաքյալներին եւ վերացավ։ Որոնց էլ իր չարչարանքներից հետո իրեն կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջոցով երևալով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով։ Եվ նրանց միասին ժողովված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց. Ինձ լսեք, որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց ձեզ, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցրում Իսրայելի թագավորությունը։ Ուզում եմ մի պատկերացնում եք, Հիսուսը գալիս է աշակերտների մոտ, ասում է, գիտես, մի պատվեր է տալիս, ասում է մնացեք Երուսաղեմում, որ կարևոր բանի մասին է խոսում։ Ու դուք զորություն կառնեք։ Ձեր վրա զորություն կգա։ Դուք զորություն կստանաք ու կսկսեք իմ վկաները լինել։ Լուրջ հանձնարարություն է տալիս, չէ՞։ Ոչ թե ասում է դուք դեհել եք, գնացեք, սկսեք, տեսեք ինչ եք անում, այլ ասում է լսեք։ Դուք ինչ-որ բան եք անելու, բայց կներեք դրանից առաջ դուք պետքա զորություն հագնեք։ Աստծո հոգին կգա ձեր վրա։ Իհարկե դա խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, մենք այսօր մկրտված ենք։ Բայց ես ասելու եմ, որ մենք դեռ շատ պետքա զորանանք ու շատ անգամներ մենք կարող ենք լցվել Աստծո հոգով ու զորանալ ամեն անգամ։ Եվ գիտեք որն է, որ նա խոսում է սրա մասին, մի նոր բանի մասին, ինչ որ անելու էին, ու ինքն էլ վերցնում է պատասխանատվություն, որ զորությունը կգա քո վրա, աշակերտները լրիվ ուրիշ բանի մասին են խոսում։ Ասում է, եւ նրանք մեկտեղ գալով հարցնում, ասում էին. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Նայեք, ինքը խոսում էր, որ ինքը գնալու է, ինքը համբարձվելու է, ու գալու է Աստծո հոգին, եթե հիշեք, որտեվ Հովհաննեսի մեջ ինքը շատ էր խոսում, ասում է, ես լավա որ գնամ եւ մխիթարի չգա։ Շատ լավ է դա ձեզ համար։ Բայց այդտեղ ասում են, մի անջատեք, սա նույն աշակերտներն էին, որ լսել էին ամբողջ պատմությունը, գիտեին ինչ է կատարվելու, շատ անգամներ Հիսուսը խոսացել էր, դա անսպասելի չէր։ Ասում է, Տեր, բա Իսրայելի թագավորությունը երբ է վերականգնվելու, այս հռոմեացիների հարցերը վերջապես երբ են լուծվելու, բայց մոտակա ընտրություններում ինչ կասես, ով է հաղթելու, բայց մեր տնտեսության վիճակը ինչ է լինելու, պատկերացնում եք, ու տարբեր հարցեր, առօրյայի, քաղաքականության, չէ՞, կա տենց հարցեր երբևէ, բայց չես Մարգարյանա Տեր, ու ասես,
Հիմա հանրապետականներն են հաղթելու թե դեմոկրատները։ Հիմա սոցիալիստներն են մեր երկիրը շենացնելու թե ռոմեացիները։ Բայց Դավիթի արքայությունը խոստացված, բայց լուծից մենք երբ ենք ազատվելու։ Ոնց որ չի բռնում իրար։ Դե խոսում է, որ դուք եք ինչ-որ բաներ անելու, ստեղ ասում է, բայ ինչա կատարվելու։ Եվ պատասխանը գիտեք ինչքան հետաքրքիր է։ Եվ նա ասաց նրանց. ձեր բանը չի իմանալ ժամերը եւ ժամանակները, որ հայրը իր իշխանությունում դրեց։ Անկամ Հիսուսը չուզեց այս թեման շոշափեր։ Հիսուս ասաց, լսեք, ձեր գործը չի, դուք ձեր գործով զբաղվեք, մի ուրիշ խոսքերով։ Քո գործով զբաղվելն է եկեղեցի։ Քո գործը քաղաքականությունով զբաղվելը չի։ Կասես, բայց ես այս երկրի քաղաքացի եմ։ Ես այս երկրի մասնակից եմ ամեն ինչին։ Այն ամեն ինչով ենք մենք մասնակից, ինչ որ Հիսուսն է ասել։ Ամեն։ Հարցը ընտրությունները չի, մասնակցությունը չի, այո, քաղաքացի որպես նամազ, բայց եկեղեցում մենք չենք շոշափում։ Մենք եկեղեցում չենք ուզում մարգարյանանք ու մեր ձգտումը դա չի, բա հիմա հանրապետականն է հաղթելու թե դեմոկրատը։ Ինչ լավ է, չէ՞, ես մեր բաները չեմ ասում, մեր երկրի կուսակցությունները։ Աջ կողմյաններն են հաղթելու թե ձախ կողմյանները։ Հիսուս մի մարգարեություն ասա։ Մի ձգտի երբևէ թանկագինս։ Մի ձգտի ու մի մտածի ու մի լծվի դրանով, որ մի օր էլ գաս ու մարգարյանաս ու հանկարծ ասես մեր տնտեսությունը շենացնելու են, չգիտեմ, եվրոպացիները, աֆրիկացիները եւ այլն։ Մեր երկիրը շենացնելու է Աստված։ Մեր երկրի շենության համար, մեր ազգի շինության համար Հիսուսը ասեց՝ միաբան եղեք, Երուսաղեմում մնացեք։ Միաբան եղեք, եկեղեցում իրար հետ հավաքվեք, միաբան եղեք իմ խոսքի շուրջ։ Եվ որ կգա Տիրոջ զորությունը, երբ որ կգա Աստծո հոգին ձեր վրա, դուք զորավոր կլինեք իմ մասին պատմելու, իմ գործերը գործելու, փոփոխություններ բերելու։ Համաձայն եք։ Աստծո խոսքն էլ ասում, մենք ուրբաթ երեկոյան աղոթում էինք այստեղ։ Աղոթում էինք ու ես մեջ բերեցի այն խոսքերը, որ գրված է Առակաց 11:11-ում արդարների օրհնությունով երկիրը, քաղաքը, ժողովուրդը կբարձրանա, համաձայն եք։ Բայց երբ արդարները կորնեն թանկագին այս երկիրը, միգուցե ընկած, իրավիճակը տապալված, խալխլված, քայքայված, երբ արդարները համարձակություն կունենան կանգնելու օրնելու։ Երբ որ զորություն կգա իրանց վրա, երբ որ նրանք ոչ թե կնայեն երևույթին, այլ զորավոր կլինեն ներսում, երբ որ կլծվեն զորությամբ, երբ որ կկանգնեն ու կասեն միևնույն Աստծո խոսքը սա է ասում, ու անկախ նրանից ինչ են տեսնում իմ աչքերը, ինչ եմ ես տեսնում, ինչ են կանխատեսում քաղաքագետները կամ չգիտեմ սոցհարցումները ինչ են ասում, ես զորություն ունեմ իմ մեջ։ Աստծո վկայությունը ունեմ իմ մեջ, որ Տիրոջ խոսքը կկատարվի, եթե ես խոսամ, եթե ես վարվեմ, եթե ես, չէ, վկայեմ, եթե ես հռչակեմ օրհնություն, եթե ես խոսամ օրհնություն, համաձայն եք։ Բայց ինչքան ժամանակ կա, որ ես ու դու ոչ մի բան էլ չենք խոսում, որ պետք է խոսայինք, չենք անում, որ պետք է անեինք։ Գիտես ինչի, մենք նույնն ենք։ Ուղղակի մի բան կա, որ այդ պահին մեր մեջ չկա։ Տիրոջ զորությունը չկա։ Տիրոջ զորությունը չենք զգում, այլ աշխարհի տկարությունը կա։ Աշխարհի հոգսերը կա, աշխարհի վախերը կա։ Մեր մեջ մտատանջումներ կան, բա դոլարը հիմա ընկնելու է թե բարձրանալու է։ Բայց աշխատավարձս այսքան եմ ստացել, հիմա չգիտեմ ես ինչ անեմ։ Բայց ինչպես եմ վարկերս վճարելու, ինչպես եմ, չգիտեմ, սա վճարելու, որտեվ սրանով ենք լցված։ Սա տկարության հոգին է։ Սա Աստծո զորության հոգին չի։ Ամեն։ Ուզում եմ շարունակեմ։ Բայց դուք զորություն կառնեք, ասեց Տերը, երբ որ հոգին ձեր վրա կգա եւ իմ վկաները կլինեք։ Վկաներ, ես չեմ ասում, որ մենակ Հիսուսի մասին, այլ Հիսուսի ասածների մասին ենք խոսալու։ Հիսուս անձի մասին, այո, բայց նաև Հիսուսի ասածների մասին։
Հիսուսի գործնեության մասին, այդ խոստմունքների մասին, ինչ որ Հիսուսը խոսացել է քո կյանքի մեջ, քո քաղաքի համար, քո երկրի համար, քո ազգի համար, մինչև անգամ աշխարհի ծայրերը։ Եվ լավ, 8-րդ խոսքը։ Դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա կգա։ Հիսուսը խոսեց շատ կարևոր բանի մասին։ Ու գիտես, զորություն առնելը դա ուղղակի առաջարկ չէր, որ նա առաջարկում էր։ Համաձայն եք, որ մենք էլ որոշենք, դե ընդունենք, թե չընդունենք, հիմա այդքան էլ բարենպաստ ոնց որ իմ համար ժամանակ չի։ Դա անհրաժեշտություն էր։ Զորություն առնելը դա անհրաժեշտություն է եկեղեցու գործունեության համար։ Ամեն։ Երբ որ մենք հասկանում ենք ոչ թե սա առաջարկ է, առաջարկներ կան, որ դու կարող ես ընդունել, կարող ես մերժել։ Բայց սա առաջարկ չէր, սա անհրաժեշտություն էր, թանկագինս։ Սա անհրաժեշտություն էր։ Տիրոջ զորությամբ լցվելը անհրաժեշտություն է, որ դու գործես համարձակ, որ դու քայլես համարձակ, որ եկեղեցին իրականացնի Աստծո տեսիլքը համարձակ։ Ամեն, որովհետև գիտես Աստծո տեսիլքները ու մեր համարձակությունը մարդկային ընդհանրապես չեն համընկնում։ Աստծո տեսիլքները այնքան վեր են, բարձր են, որ երբ որ մենք մեզ ենք նայում, մենք մեզ անհամապատասխան ենք տեսնում։ Մենք չենք մտածում, որ մենք կարող ենք դա իրականացնել։ Երբեմն կամ երևի թե ունենք ամեն մեկս ինչ որ մեկի, որ ճանաչում ենք Աստծո մարդկանց, ասում ենք սա էս իր համար է հաստատ, բայց ես երևի թե չկարողանամ։ Դա սուտ է։ Գիտեք տարբերությունը որն է։ Ես չեմ ուզում մարդկանց ուղղակի մեծարենք, մեզ նվաստացնենք կամ հակառակը, ոչ, կամ համեմատվենք։ Ուղղակի գիտեք որն է պատճառը նման մտածելակերպի, զորության պակասը։ Բոլորդ կվկայեք, երբ որ տկար ես լինում, ու հետո սկսում ես զորանալ։ Բոլորս կվկայենք ինչ մտքեր ունեինք այդ ժամանակ, ինչ մտքեր ենք ունենում զորության ժամանակ։ Խնդրում եմ, ով որ կարա հաստատ իմ ասածը թող ձեռք բարձրացնի, որ երբևէ վերապրել է դա։ Գիտես, տկարությունը ես հավատում եմ կամ ընդունում եմ, որ կա սատանայի հարձակման օր, կա չար օր։ Բայց գիտեք, պատճառը նա չի, որ նա շատ զորացավ։ Պատճառը այն է, որ մենք տկարացանք։ Պատճառը նա է, որ մեր զորությունը պակասել է։ Ընդամենը, ոչ թե սատանան է կատաղել, այլ մենք ենք տկարացել։ Սուրբ Հոգու զորությունը չկա մեր մեջ։ Ո՞վ է համաձայն։ Գիտես, նրանք ուրիշ տեսիլք ունեին աշակերտները, բայց Հիսուսը իրանց ուրիշ տեսիլք տվեց։ Եկեք այսօր փոխենք մեր տեսիլքը, հա։ Խնդրում եմ, եկեք փոխենք։ Չէ, այս կյանքում ապրել պետք է, բան չունեմ ասելու, բայց եկեք հասկանանք, որ Աստծո Հոգու զորությունը չի եկել մեր կյանքի մեջ այս կյանքում ապրելու։ Մի օր լավ, մյուս օրը ինչ որ մի բան ունենալու ավելի, մյուս օրը չգիտեմ ինչ որ մի բանով ուրախանալու համար։ Այս կյանքը մեզ նվեր է Աստծուց։ Ամեն։ Եվ Աստծո խոսքը հենց Պետրոս առաքյալը ինքը գրում է իր թղթերի մեջ, որ ասում է Աստծոց Հիսուս Քրիստոսով մեզ այս կյանքի եւ Աստված պաշտության համար ամեն բան տրված է։ Լավ։ Բայց զորությունը, հասկանում եք, զորությունը տրված չի, որ ես ասեմ, տեսեք ես այսօր նոր հագուստ ունեմ, հոյ Տիրոջ զորությունը։ Զորությունը տված է Տիրոջ գործերը գործելու։ Ու անկախ նրանից այս հագուստը քո հագին է, թե չէ, բայց Տիրոջ զորությունը մենք պարտավոր ենք հագնելու։ Տիրոջ զորությունը միշտ մեր հագուստը պետք է լինի։ Իսկ Աստված հագուստի համար խոստացել է, կհոգա հաստատ։ Ես հետո կկարդամ, թանկագիններ։ Հիսուսը տվեց ճիշտ տեսիլք։ Եկեք այսօր վերցնենք այդ ճիշտ տեսիլքը։ Մենք երկար ենք խոսալու զորության մասին։ Տիրոջ եկեղեցին չպետք է լինի վախերի մեջ, թեև վախեր կգան։ Տիրոջ եկեղեցին չպետք է լինի տկարության մեջ, թեև կտկարանա որոշ ժամանակ։ Հա, կգան հարցակումներ։
Ես չեմ հավատում են քրիստոնյաներին կամ այն դրույթներին, որ գիտես, որ ասում են հանդիպել են Աստծո հետ, բայց փոփոխություն չկա։ Որ ասում են հանդիպել ենք Տիրոջ հետ, բայց զորություն չկա, աչքերի մեջ փայլ չկա, շուրթերում Աստծո խոսքը չկա, փառաբանությունը չկա, գոհությունը չկա, ուրախությունը չկա, պատերազմի հոգի չկա։ Ես չեմ հավատում, որ այդ քրիստոնյան ասում է ես հանդիպել եմ Տիրոջը։ Տիրոջ հետ հանդիպել նշանակում է զորություն առնել։ Ինչու՞։ Ինչու՞։ Որտեվ Տերը զորության հոգի է։ Եսայա 11-րդ գլխում գրված է. Եվ նրա վրա կհանգչի Աստծո հոգին, հա? Խնդրեմ, օգնեք։ Իմաստության եւ հանճարի։ Հետո զորություն էլ կա։ Երկրորդ խոսքը 11-ի երկրորդը զորության հոգին։ Աստված զորություն է։ Աստված զորավոր է։ Ու հնարավոր չի Աստծո հետ ունենալ հանդիպում ու քո ու իմ տկարությունը չվերածվի զորության։ Հնարավոր չի հանդիպել Աստծուն եւ չունենալ փոփոխություն մտքերի մեջ։ Հնարավոր չի հանդիպել Աստծուն ու չունենալ փոփոխություն տրամադրության մեջ։ Էլի տխուր դուրս է։ Ես ընդունում եմ, կարելի է հանդիպել Աստծո հետ, ապաշխարություն ունենալ խորը, ես չգիտեմ, լացելով, վերապրելով, հանդիպելով, բայց լիքը փոփոխությունով, լիքը որոշումով, տրամադրությունը փոխված, ուրախ, այ ինչու է ասում, եթե երեկոյան լաց կա, խնդիր կա, պրոբլեմ կա, առավոտ ուրախություն։ Ու գիտես առավոտը չի ուրախության աղբյուրը։ Ու մենք սպասում ենք մի կերպ լուսացնենք, սա հոգևոր մթության եւ լույսի մասինը։ Հա? Այդ ժամերը չեն փոխում մեր կյանքի մեջ ոչ մի բան, որտեվ տխրությունը ցերեկն էլ կարելի է ունենալ, չէ՞, ցերեկով։ Ես օրվա ժամերի մասին չեմ խոսում։ Լույսը բացվում է, այսա լույսը կբացվի բարինե հետը։ Եթե լույսը բացվի, ու մենք չփնտրենք Տիրոջ ներկայությունը, չմտնենք Տիրոջ ներկայության մեջ, ոչ մի բան էլ չի փոխվի։ Ես մտածում եմ ավելի կվատանա դեռ, ավելի կվատանա։ Այն մի քանի ժամը, որ քնած է իր գիշերը, էլի ոնց որ անջատված էր միտքդ։ Երևի այն ժամանակ ավելի հեշտ էր։ Անհնար է ծառայել Աստծուն առանց Աստծո զորության։ Ո՞վ է համաձայն։ Անհնար է Աստծուն ծառայել։ Ամեն։ Կամ եթե ասենք Աստծուն պետքա ծառայել Աստծով կամ Աստծո օգնությամբ։ Մենք շատ կարիք ունենք Աստծո զորության։ Ամեն։ Եվ լինել Աստծո հետ ու չհաղթահարել, հասկանում եք, դա հնարավոր չի։ Ես մի քանի մտքեր կա, որ գրել եմ։ Գիտեք, շատ վկայություններ կա, երբ որ խոսում է Պետրոս առաքյալի մասին, Պողոս առաքյալի մասին, Հիսուսի մասին հենց, եւ ասում է, երբ որ այն կինը կպավ Հիսուսին, Հիսուսը զգաց, որ իրանից զորություն դուրս եկավ։ Հա? Ուզում եմ թանկագիններս բոլորիս հորդորեմ ու ասեմ, որ գիտես, նես չէ, որ Հիսուսը մեկին ուզեց տվեց զորությունը, մյուսին չտվեց։ Անկամ ինքը ստեղ տեղյակ չէր, բայց այն կինը հավատքով եկավ եւ կպավ Հիսուսին եւ տարավ զորությունը։ Մեզ պետք է կպնել Հիսուսին։ Մեզ պետք է վերցնել։ Ու մի ասա, ես եկել եմ Աստծո առաջ, նա ինձ չզորացրեց, բա ինչ արեց։ Անկամ եթե հանդիմանում է Աստված, դա էլի փոփոխություն ու զորություն է մեր կյանքում բերում։ Ամեն։ Եթե անգամ մենք հանդիպում ենք Տիրոջ հետ ու ապաշխարում ենք, միևնույնն է մենք տեղից նոր մարդ ենք դուրս գալիս, նորոգված մարդ ենք դուրս գալիս։ Ով կարիք ունի Տիրոջ զորությանը։ Ինչու՞։ Հարց եմ ուզում տամ։ Դե Հովիվ ջան, գիտես, մի տնից չենք, մի օրից ենք, չէ՞, տենց էր։ Խնդիրներ կա, մի քիչ հարցեր կա, սենց այդ Տիրոջ զորությունը որ լիներ, Աստծո ներկայությունը, մի քիչ գոնե սենց ցրվեինք մտքերով։
Չէ, մտքերով ցրվելու համար կարելի է հումորային մի հատ ծրագիր նայել ու ցրվել։ Չեմ ասում ալկոհոլի կամ հոգեմետ դեղերի տակ ցրվել, ընդհանրապես։ Դրանք չեն փոխում, դրանք զորություն չեն տալիս, այդ Տիրոջ հոգին տալիս է, Տիրոջ ներկայությունը տալիս է։ Ու գիտես, պայմանը նա էր, որ լսեք, կգամ, եթե դուք ինձ հավատաք, կգամ, եթե դուք ինձ սպասեք, կգամ, եթե դուք ինձ փնտրեք, խոսում էի փափագի մասին, չէ՞, պարգևների, կգամ, եթե փափագեք, կգամ, ոչ թե, միթե չես տեսնում, Տեր, ես ինչքան տկար եմ, ինչքան կարիք ունեմ քո, ինչքան կոտրված է սիրտս, ինչ որտեղ դա էլ է փափագ, բայց նստել կամ զբաղվել ուրիշ բանով ու մտածել մի օր դու կհանդիպես Տիրոջ հոգուն առանց իրան փնտրելու, դա չի լինի։ Կամ մտածել, որ ես հիմա մի հատ տենամ, այս հարցերը ոնց է լինում, այս տենամ, այս լրատվամիջոցները ինչ են ասում, այս քաղաքական ուժերը ինչ են ասում, տնտեսությունը, կամ այս չորային վիճակը ինչ է լինելու, մյուս տարի միգուցե բերքը վատ լինի, մի հատ հասկանամ սրանք, այդտեղ դու Աստծո հոգուն չես հանդիպի։ Բայց եթե գաս եղբայրների ու քույրերի հետ միաբան ժողովի, հաստատ կհանդիպես։ Երբ որ գնաս մտնես քո ծածուկ սենյակը, հաստատ կհանդիպես։ Երբ որ վերցնես Աստծո խոսքը ու սկսես կարդալ, հաստատ կհանդիպես։ Ու նա կլցնի, ու նա կզորացնի, ու դու դուրս կգաս։ Ամեն։ Մի, չգիտեմ հեղինակը ով է, բայց մի միտք, որ լսել եմ, շատ է դուրս եկել։ Աստծո խոսքը մեկը ասում է, եթե վաղուց Աստծուն չես լսել կամ չես հանդիպել, ուրեմն տեղդ փոխիր։ Մենք ունեինք բջջային, հիմա էլ ունենք հեռախոսներ, ու երբ որ խոսում ենք մեկը մյուսի հետ, որ ասում ենք լավ չի լսվում, չէ, կամ մենք ենք ասում, կամ մեզ են ասում են հələ տեղդ փոխիր։ Կապը լավ չի։ Թանկագիններ, եթե զորությունը վաղուց մեր կյանքի մեջ չկա կամ չի դրսևորվում, մենք զորացած չենք, ուրեմն տեղներս պետք է փոխել։ Տեղդ փոխի։ Ամեն։ Համաձայն ես։ Որն է այդ տեղը, հովիվ գնամ ուրիշ եկեղեցի, հայ, եթե ստեղ չլինի գնա։ Բայց ավելի լավ է, քո մտքերի մեջ տեղերդ փոխի, քո շրջապատի մեջ, քո շփումների մեջ, քո առօրյայի մեջ, քո տեղը փոխի։ Աստծո տեղը, ծածուկ սենյակը, Աստծո տեղը, աղոթքի սենյակը, Աստծո տեղը, եկեղեցին, Աստծո տեղը, Աստծո խոսքը։ Հա։ Լավ է։ Եկեք տեղներս փոխենք, ու Աստված կխոսա։ Չհեռանալ, մնալ միաբան։ Աստծո շարժի համար, Աստծո ներկայության համար պետք են պայմաններ։ Ո՞վ է համաձայն։ Համապատասխան պետք է պայմաններ ստեղծել։ Մթնոլորտ, կամ որ մենք ասում ենք։ Իսկ ո՞րն է այդ մթնոլորտը։ Մեր սպասումն ու փափագը։ Ամեն։ Ինչու Հիսուսը ասեց, եթե վերցնենք Երուսաղեմ այսօր մեր համար, դա եկեղեցին է, դա միաբանությունն է, ամեն, մնալ հավատքի մեջ, որտեվ հետո մենք տեսնում ենք, որ եկավ Աստծո հոգին, և աշակերտները դուրս եկան, աշակերտները զորությունով լցվեցին, պատմվում է, ես ուղղակի առաջ գնամ, երբ որ հալածանք եղավ, ինչ-որ մի քանի խնդիրներ ունեցան, սկսեցին վախեցնել աշակերտներին, ասում գնացին և միաբան սկսեցին աղոթք անել, ասեցին Տեր մեզ սպառնում են, Տեր մեզ հալածում են, մեզ վախեցնում են, ինչ լավ է, որ չփախան ամեն մեկը, չէ, պատկերացնում եք աղոթքի ժամանակը առավոտյան, որ պետք է գան աշակերտները հավաքվեն իրենց սովորության համաձայն, վերնատանն էր, չգիտեմ ում տանն էր, որ աղոթեին, մեկ էլ տենում են բոլորի հեռախոսները անջատված է, ոչ մեկի հետ կապ չի կարող հաստատի ու ամեն մեկը փախել են, ինչի, որտև երեք սպառնացել էին արդեն, որովհետև երեք տագնապ էր հնչել, ասել են մի հատ էլ տեսնենք այս անունով խոսալուց, քարոզելուց, մենք ձեր հարցը կլուծենք,
Բայց ինչ լավ է, որ բոլորը մեկտեղ հավաքվեցին ու Աստծուն բերեցին իրանց վախի մասին, ասեցին Տեր, մեզ վախեցնում են։ Բայց հիմա մենք չենք ասում։ Կլինի մի քիչ ինչ են ասում, սուզվենք ջրի հատակը։ Մինչև անցնի այս վտանգը, ասեցին հիմա զորացրա մեզ։ Հիմա մեզ զորացրա, որտեվ իրանք գիտեին, որ իրանք զորության կարիք ունեն, որտեվ երբ որ վախն էր եկել, իրանք տկարացել էին։ Ոսմո մեծ երկրաշարժ եղավ։ Այդ տեղը սկսեց դղրդալ։ Եվ սրանից հետո ոսմո դուրս եկան եւ մեծ զորություններով էին վկայում։ Ավելի համարձակ, պատկերացնում եք, ավելի համարձակ։ Ստեփանոսը ասում է, նենց համարձակ էր վկայում, որ զորավոր էր իր խոսքը։ Փիլիպոսը ասում է, որ Սամարիա փախավ գնաց։ Ասում է, նենց մեծ զորություններ էր անում։ Ուղղակի ասեմ չկարդամ, դա 8-րդ գլուխն է։ Գրած այնտեղ մի մոգ կար, կախարդ։ Սիմոն, գիտեք ինչ էր անում։ Ու գրած է, որ ինքն էլ էր զորություններ անում։ Պատկերացնում եք։ Կախարդը զորություններ էր անում, բայց երբ որ Փիլիպոսը եկավ Աստծո հոգով լցված, սկսեց զորավոր զորություններ անել։ Այս մոգը թողեց, հասկացավ, որ իր զորությունը ոչինչ է Աստծո զորության մեջ։ Աստծո զորության առաջ։ Հետո ասում են կախարդները ո՞նց պետք է ապաշխարեն, որտեվ Տիրոջ զորությունը գերազանցում է։ Պատկերացնում եք Փիլիպոսը լցված չլներ Տիրոջ զորությունով, այլ վախով, Տիրոջ վախով չէ, աշխարհի վախով։ Ու գնում է մի քաղաք ու տեսնում է կախարդը զորություններ է գործում։ Ավելի է սկսում վախենալ, ավելի է սկսում տարակուսել։ Բայց ինչքան լավ էր, որ Փիլիպոսը սկսում է Տիրոջ զորությունը գործել, ասում է այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ, մարդիկ ապաշխարում էին, փրկվում էին, բժշկվում էին, ազատագրվում էին, միայն նրա պատճառով, որ Փիլիպոսը լցված էր զորությամբ։ Ու այն սուտ զորությունը, որ այդ Սիմոն մոգն էր գործում, պատկերացնում ես, իր զենքերը վայր դրեց։ Եկավ ու պատմության մեջ մի տեղ կա, ասում է, երբ որ հետո Պետրոսը եկավ, հետո սկսեցին ձեռք դնել մարդկանց վրա, ասում է, եւ նրանք սկսեցին մկրտվել Սուրբ Հոգով։ Ովքեր չգիտեն պատմությունը, կարդացեք։ Ասում է, Սիմոնը նայեք, ինքը զորություններ անող մարդ էր։ Դիվային։ Ասում է, եկավ Պետրոսին, գումար բերեց։ Ասում է, լսի, կլինի ինձ էլ տակ այդ զորությունը, որ ես էլ մարդկանց։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Աստված 10-0 հաղթեց։ Ինքը խոստովանեց, որ այն զորությունը, որ ես ունեի, ձեր զորության առաջ ոչինչ է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ու ես հիմա մտածում եմ, ինչքան կախարդներ ու նման ճակերտավոր զորություններ անողներ կան մեր տարածաշրջանի մեջ, որ կամ որոնց որ Աստված ուզում է ապացուցի, որ իրանց զորությունը ոչինչ է։ Ինչքան նման Սիմոն մոգեր կան մեր տարածաշրջանի մեջ, որոնց որ Աստված ուզում է ստիպի, որ իրան գան ու ասեն, գիտես, մեր զորությունը ոչինչ է ձեր զորության առաջ։ Ամեն։ Բերում է նախանձավորություն սա, բերում է, իրականում բերում է։ Ու գիտես, սա մեր արժանիքները չեն, թանկագիններս, սա Տիրոջ որոշումն է, սա Տիրոջ ծրագիրն է, եկեղեցու համար։ Ուրբաթ երեկոյան, երբ որ մենք ստեղ աղոթում էինք, մի 2 ժամ, մի քիչ ավել, ես երբեմն պտտվում էի ու նայում էի դահլիճին, նայում էի մարդկանց։ Կասես ինչի էի նայում, հիմա ասեմ, մարդիկ կան սենց նստած էին, մարդիկ կան սենց էին նստած, մարդիկ կան սենց էին նստած, մարդիկ կային սենց էին կանգնած, սենց էին կանգնած, մինչև գիտեք մի ժամանակ, ես էլ ենքան հոգնած էի եկել, որ հովիվ չլնեի կարողա չգայի, չէ։ Իրոք հոգնած էի,
մարմինս տկար էր, բայց եկել էի։ Գիտեք ինչ եղավ մի որոշ ժամանակ հետո, երբ որ պտտվեցի, նայեցի, բոլորը սենց ուրախ, բոլորը զորավոր, բոլորի աչքերը փայլուն, ասում եմ, այ հիմա կարելի է աղոթել, որտեվ արդեն լցված ենք։ Փառք Հիսուսին, ու պատկերացնում ես, հանկարծ ես չգայի։ Ես լսել եմ, դու ես լսել, կամ դու ես եղել հենց ասողը, դե ինձ լավ չէի զգում, դրա համար չեկա, դու պետք է գաս, որ լավ զգաս։ Ես քեզ մարտարավեր եմ նետում հիմա, դե ես տկար էի, առանց դատապարտելու եմ ասում թանկագիններս, ես տկար էի, հասկանում ես, ասեցի մնամ տունը մի քիչ, տունը մնաս, չես զորանաս, տեղ կզորանաս, բեր քեզ, ցանկացած ծառայության, դե գիտես մի քիչ նեղված էի մտքերս, չգիտեմ ես ինչս, այս ախ պատճառը սրանք էին, այ որ սրանք չլնեին, չզանգեին, չգային, ես գիտես տրամադրություն չունեմ, դրա համար չեկա, արի որ տրամադրությունդ փոխվի, արի որ ճիշտ մտքեր ստանաս, արի որ զորանաս ու կանգնես ու քանդես բոլոր սխալ բաները, ամեն, արի որ կանգնես ու ասես ես զորավոր եմ ու ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, ամեն, փառք Հիսուսին։ Գիտե Սուրբ Հոգին գալիս է մեզ զորացնելու, էլի եմ ուզում ասեմ, ոչ թե որ աշխարհային հոգսերի մեջ, թոհու բոհի մեջ խորանանք, այլ ներից դուրս գանք։ Մատթեոս 6:25-ից, եթե հիշեք, այդ մինչև 33 ուղղակի գրված է մի հոգս արեք, ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու, բա էսի ոնց է լինելու, չեք ասես, բա ինչ, բա սենց, հա, գիտես մի անհանգստացեք դրա համար, թող սա չլինի ձեր գերագույն խնդիրը կամ նպատակը։ Ու բերում ասում, գիտեք, որտեվ կյանք տվողը կերակուրի համար էլ կհոգա, հագուստի համար էլ կհոգա, ամեն։ Դաշտերը, այս ամեն ինչը, երկինքը, երկիրը, որ ստեղծված է մարդկության համար, այս գեղեցկությամբ, ստեղծված է մեզ համար։ Ու այն ամեն ինչը, որ Աստված ստեղծել է, որ գիտես ոչինչ են, ոչինչ։ Բայց մենք ամենալավ ու ամենաթանկ ստեղծագործությունն ենք Աստծու։ Միթե դաշտի ծաղիկին հոգ տանողը ինձ ու քեզ հոգ չի տանի։ Կտանի։ Բոլորս ենք ասում ստեղ ամեն։ Բայց երբ որ գալիս է ինչ-որ իրավիճակ, բոլորը սկսում ենք հոգսաշատ լինել, հոգսերով կնճիռներ են ավելանում, ասում հոգսերը կնճիռներ են ավելացնում։ Ավելի լավ է ժպիտն էլ ավելացնում։ Հո լավ, այդ ժպիտը լավ կնճիռներ ավելացնում։ Ուրախության կնճիռները։ Թանկագիններ, ու Հիսուսը ասում է, բայց դուք առաջ Աստծո արքայությունը փնտրեք, խնդրեք եւ նրա արդարությունը։ Ինչ է ուզում ասի Հիսուսը։ Հա? Դե մենք գիտենք Աստծո արքայությունը Հռոմեացիների մեջ ուտելիք, խմելիք չի, այլ ուրախություն, խաղաղություն, արդարություն։ Որտեղ է ուրախությունն ու խաղաղությունը թանկագիններս։ Զորության մեջ թե տկարության մեջ, ասեք ինձ։ Զորության մեջ, տկարության մեջ կա ուրախություն, կա խաղաղություն, հակառակը, չէ՞, կա արդարություն, տկարության մեջ չկա արդարություն, գիտեք խի, որտև տկարությունը մեզ տանում է անօրինության բաների մեջ, բայց Աստծո զորությունը մեզ անկախ ամեն ինչից դուրս է բերում անօրինությունից ու դեպի արդարության հատ։ Մի ուրիշ խոսքերով ուզում եմ ասեմ, եթե համաձայն չես դու գիտես, Հիսուսն ուզում էր ասել դուք զորությունով լցվեք առաջինը։ Եթե դուք զորությունով լցվեք, ձեր համար այդ կարգի հոգ չի լինի կամ մտատանջություն, բա ինչ եմ ուտելու, բա ինչ եմ հագնելու, բա վաղվա այս հարցը ինչպես եմ լուծելու։ Երբ որ մենք զորության մեջ ենք, մեր հավատքը ասում է, Տերը ասել է, ու նա կհոգա։ Երբ որ մենք զորությամբ լցված ենք, մեր շուրթերը խոսում են այն, ինչ որ խոսացել է Աստված։
Ամեն, որտեվ Տիրոջ հոգին մեր միջից խոսալ է տալիս։ Տիրոջ հոգին է սկսում ազդել, ոչ թե այս աշխարհի հոգին։ Այս տեղը պետքա կարդամ։ Պողոս Առաքյալը ով է սիրում Պողոս Առաքյալին։ 7 հոգի։ Լավ, միգուցե ես հարցս ճիշտ չձևակերպեցի։ Ով է համարում Պողոս Առաքյալին մեծագույն առաքյալ կամ առաքյալներից մեկը, մեծագույն, եթե ոչ մեծագույն։ Շատ բան ունենք, չէ՞, սովորելու իրանից։ Ես ունեմ, եթե դու չէ, ուրեմն գամ քեզանից սովորեմ։ Ու Պողոս Առաքյալը երկրորդ Կորինթացիների թղթի 12-րդ գլխում նայեք ինչ ա գրում։ Ես կպատմեմ, բայց կկարդամ այն ինչ որ պետքա կարդամ։ Մի խոսքով, ասում եմ, ինչ որ խնդիր ունեի։ Չգիտեմ, մեկը մի բան ասում, մեկը մի բան, այսինքն մի հատ սատանայի հրեշտակ, մի հատ դև, մի հատ խնդիր, մի հատ խնդրեմ, ասում եմ, միշտից ցավացնում էր։ Ասում հետապնդում էր։ Սրանից բրծում չկա։ Ինչ անեմ։ Ասում սկսեցի, որոշեցի աղոթել Տիրոջը։ Տեր ազատիր։ Տեր հեռացրա։ Վերացրա վերջապես, հերիք չի, ես ինչ անգեիմ հետևից։ Ես ինչքան ժամանակ է ես այս խնդրի մեջ եմ։ Ինչքան ժամանակ է այս ցավը, այս չգիտեմ, այս ինչը, այն ինչը։ Անունները եկեք դնենք տարբեր, հա, բոլորս։ Ինչքան կարելի է սա հետապնդի ինձ։ Եվ ասում 8-րդ խոսքը 12-րդ եւ սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը։ Չգիտեմ ինչի 3 անգամ։ Երևի 3-ին նոր պատասխան ստացավ, որ նրան հեռացնե ինձանից։ Եվ նա ինձ ասեց. պատկերացնում եք, բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Այսինքն մի ասա թող ես չգա իմ վրա, այլ զորացիր։ Եվ Պողոս Առաքյալը հայտնություն ստացավ եւ այսօր մեզ է փոխանցում։ Ուստի ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի իմ մեջ։ Ինչ ուժեղ է։ Ավելի կձգտեմ զորության։ Ուշադրություն չեմ դարձնի խնդիրներին։ Ուշադրություն չեմ դարձնի տկարությանը, ուշադրություն չեմ դարձնի մարտահրավերներին, այլ ավելի շատ կգնամ զորությամբ լցվելու, որովհետև երբ որ ես տկարանում եմ, դա լավ առիթ է զորանալու։ Երբ որ ամեն, Փառք Հիսուսին։ Երբ որ իմ կյանքում ինչ որ բան այնպես չի ընթանում, ինչպես որ Աստծո խոսքն է ասել, ուրեմն ես գնում եմ զորանալու։ Եթե իմ կյանքում ես մտածում եմ ոչ այնպես, ինչպես որ Աստծո խոսքն է ասում, ուրեմն ես գնում եմ զորանալու։ Ամեն։ Ու մտածելու Աստծո խոսքի պես։ Ես մտածում եմ Պողոս Առաքյալից հաստատ վերցնելու բան ունենք։ Ամեն։ Ու հիմա եթե ուզում ես համեմատես քո տկարությունը իր տկարության հետ, քո խնդիրը իր խնդրի հետ, գիտեք, եկեք չհամեմատենք։ Եկեք հասկանանք այդ հայտնությունը, որ գիտես, երբ որ կա տկարություն, ես զորության կարիք ունեմ։ Ու երբևէ մի աղոթի, թող սա հեռանա, սա սխալ աղոթք է։ Տեր զորացրա, Տեր լցրի, Տեր ավելացրա։ Ամեն։ Երբ որ դու վառվում ես, նրանք կփախչեն։ Երբ որ դու հավատում ես, անհավատությունը փախած է։ Եթե դու լույսի մեջ ես, խավարը փախնում է։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Փիլիպոսի մասին պատմել եմ։ 2 տեղ մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Դատավորաց 6-րդ գլուխ։ Ով գիտի սա ում մասին էր։ Ռիման չհասցրեց ասեր։
Եկեք կարդանք։ Նայեք ինչ հետաքրքիր բան աստեղ գրած։ 12-ում 6:12 գրած է եւ Տիրոջ հրեշտակը նրան երևաց եւ ասեց. Ով հզոր զորավոր Տերը քեզ հետ։ Այսինքն որ կարդում ես մի քիչ ոնց որ այդքան էլ չհասկանանք։ Այսինքն Տերը մենակ զորավորների հետ է։ Իսկ ռուսերենում երբ որ կարդում ես ուրիշ թարգմանության մեջ, նայեք ինչ ասում։ Ասում է եւ Տիրոջ հրեշտակը եկավ եւ ասեց. Տերը քեզ հետ է։ Ու միայն այդ բառից կամ այս հայտնությունը հասկացեք, Տերը քեզ հետ է, ու դու այլևս չես կարող տկար լինես։ Երբ որ Տերը քո հետ է, դու զորավոր ես։ Ասում է եւ եկավ հրեշտակը Աստծուց եւ ասեց նրան. Աստված քեզ հետ կամ Աստված քեզ հետ է, ով զորավոր։ Ամեն։ Առար հայտնություն։ Եթե զորավոր չես, ուրեմն Աստված քո հետ չի։ Ավելի շուտ կասեմ դու Աստծո հետ չես։ Հա? Ինչքան լավ է, որ ամեն ժամանակ մենք այս խոսքը ստանանք։ Աստված քեզ հետ է։ Զորավոր ես։ Ասա Աստված իմ հետ է ու ես զորավոր եմ։ Ամեն։ Գիտեք թանկագիններ, իսկ ինչ է այն հաղորդությունը, որ մենք ընդունելու ենք։ Մի ուրիշ խոսքերով ասած, սա Աստծո հետ հենց հիմա փոխհարաբերություն է։ Աստծո հետ հենց հիմա մտերմություն է, մոտիկություն է, շփում է, փոխհարաբերություն։ Ես շատ վկայություններ կարող եմ պատմել, շատ հաղորդության մասին, գիտակցաբար հաղորդություն ընդունելու մասին։ Խնդրում եմ, թող մեր փառաբանության թիմը բարձրանա։ Երբ որ մենք գիտակցաբար ընդունում ենք Քրիստոսի մարմինը եւ արյունը, այսինքն այս հացը, որ ստեղ դրված է եւ այն հյութը, խաղողի, որ լցված է այդ բաժակների մեջ։ Մենք հաղորդակցվում ենք Տիրոջ հետ։ Ինչպես որ կարող էինք աղոթքի ժամանակ վերապրել կամ լցվել Աստծո ներկայությունով զորանալ, սա էլ զորության պայմաններից մեկն է։ Ու հիմա ես ուզում եմ, որ գիտես, երբ որ կգաս, կվերցնես այս հացը, երբ որ բաժակը, երբ որ կլսես, որ Քրիստոսը խաչվել է քեզ համար, ինչ է սա նշանակում։ Ուղղակի Քրիստոսը չի խաչվել։ Ուղղակի նա հատուկ տկարացավ քեզ համար, որ դու զորանաս։ Նա հատուկ իր արյունը թափեց եւ իր կյանքը տվեց, որ մեր կյանք ունենանք ու ավելին հավիտենական կյանք ունենանք։ Միթե հավիտենական կյանքը դա տկարության դրսևորումը, զորության։ Մեր կյանքը գնում է իր ավարտին ֆիզիկական, չէ՞։ Այսինքն զորությունից դեպի տկարություն, համաձայն եք։ Բայց ֆիզիկական աշխարհում, բայց Հիսուսը եկավ ասեց հիմա դուք ոչ թե գնում եք տկարություն, այլ դուք գնում եք հավիտենություն։ Դուք գնում եք զորանալու, դուք գնում եք ավելի զորավոր կյանքի մեջ։ Ո՞վ է հավատում սրան։ Այստեղ է։ Այս խորհրդի մեջ է, այս արյան մեջ է, այս գինու մեջ է։ Դրա համար ես կոչ եմ անում ամեն մեկիս։ Երբ որ ստեղ եղբայրները կասեն հացի մասին, երբ որ կասեն գինու մասին, ու դու երբ որ կասես ամեն, դա նման է, որ դու ես ընդունում եմ Տիրոջ զորությունը, ես ընդունում եմ Հիսուսի կյանքը իմ մեջ, թեև նա արդեն քո մեջ է, ես նորոգությունն եմ ընդունում Հիսուսի, ես զորությունն եմ ընդունում Հիսուսի, ես բժշկություն եմ ընդունում հենց հիմա Հիսուսից, ես ազատություն եմ ընդունում Հիսուսից այն հարցերի մեջ, որ գերված եմ, կապված եմ մտքերի մեջ, ես սերն եմ ընդունում Հիսուսի, ես ներումն եմ ընդունում Հիսուսի, կա այստեղ մարդ, որ առաջի անգամ է դեռ Հիսուսին Տեր չի ընդունել,
Չկա, բոլորս ընդունել ենք։ Եկեք ոտքի կանգնենք, թանկագիններ։ Եկեք մի աղոթ կանենք գոհության, շնորհակալության այն խոստմունքների, որ Աստված տվել է մեզ։ Որտեվ գիտեք, մենք ենք որոշում, ընդունենք այդ խոստմունքները, թե չէ։ Մենք ենք որոշում, լցվենք Տիրոջ զորությունով, թե չէ։ Մենք ենք որոշում, ապրենք Տիրոջ զորությամբ, թե չէ։ Եկեք խոնարհենք մեր գլուխները եւ աղոթ կանենք։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով քո առաջ ենք ու շնորհակալ ենք, Հայր։ Շնորհակալ ենք, որ դու նախապես ամեն բան մտածել ես, որոշել ես եւ տվել ես մեզ հնարավորություն, Տեր իմ Աստված։ Շնորհակալություն, որ քո խոսքն ասում է, ովքեր որ հավատան կփրկվեն, ովքեր որ ընդունեն հավատքով Տեր քո շնորհքը կփրկվեն, ովքեր որ հավատան, որ դու եկար խաչվեցիր հենց մեր մեղքերի համար, մեզ ներելու, փրկելու եւ քո արքայության որդիներ դարձնելու համար։ Նրանք կդառնան եւ կկոչվեն Աստծո որդիներ։ Քո խոսքն ասում է, որ Աստծո հոգով վարվողներն են Աստծո որդիներ, որ Աստծո հոգով առաջնորդվողներն են Աստծո որդիներ։ Մենք այսօր քո խոսքի համաձայն ենք, Տեր, այստեղ։ Տեր, երբ որ կընդունենք այս հացը եւ այն գինին, Տեր իմ Աստված, մենք դա հավատում ենք, Տեր, որ քեզ ենք ընդունում նորից մեր մեջ, մեր որոշումը թարմացնում ենք, ու Տեր, մեր աղոթքն ու գոհությունն է, Տեր, այն խաչի վրա թափված արյան համար, խաչի վրա, Տեր իմ Աստված, տարած քո չարչարանքների համար, այն թաղման ու հարության համար, որով որ դու մեզ կյանք շնորհեցիր։ Թող օրհնված լինի, Տեր, այս հացը, այս գինին, այս հաղորդությունը, Տեր, երբ որ մենք կընդունենք, մենք հիմա հռչակում ենք, Տեր, որ մենք քո զորությունը կընդունենք, որ մենք քո օծությունը կընդունենք, որ մենք քո սերն ու նորոգությունը կընդունենք, որ մենք քո ազատությունն ու, Տեր, ուրախությունն ու արդարությունը կընդունենք, որ մենք քո տեսիլքներն ու ծրագրերը կընդունենք, որ մենք, Տեր իմ Աստված, քո սրտի ցանկությունները կընդունենք, որովհետև, Տեր, դու ասեցիր, որ հիշենք, դու ասեցիր, որ հռչակենք, Տեր իմ Աստված, այն հաղթանակը, որ դու տարել ես, Տեր իմ Աստված, դարեր առաջ։ Մենք այսօր ընդունում ենք Հիսուս Քրիստոսով, գոհությունով ու շնորհակալությունով, Տեր, գոհությունով ու շնորհակալությունով։ Հալելույա իմ Աստված։ Ամեն։